Մեկ տանկ վերցուցենք, մեկ տանկ խփեցինք, 4 հատ տնտով վերցուցենք, 2 հատ 100 մմ-անոց և 2 հատ 76 մմ-անոց, 2 հատ զու հագոտային զենքեր, 1 հատ ձեպեու հագոտային զենք, 6 հատ 82 մմ-անոց ագանանետ, 1 հատ դեշեկա, 48 հատ AK-74, 2 հատ PKT, ուրիշ ինչ գրավեցինք, և նաև մորցած եմ, մի քանի հատ գտոր վերցուցած ենք։ Զինադադարի մասին ինչ կասես։ Ինչ կսեմ, ուրեմն ամենքնս գիտենք թե ինչ երադիգա, սեպտեմբեր 25-ին կես քիշերին պետք է սկսեր, իսկ անգի մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին այդ բանը։ Իսկ Ադրբեջանի գոմե ստորագրեցին մեկ պատճառով, քանի որ մեծ պատրաստություններ կտեսնենք, որ շատ մեծ պատրաստություններ, որպեսզի մինչև ամսուն 25 մեզի ջնշեն։ Երկու հիմնական նպատակներ ունեին, մեկը Լաչինի ճանապարհ կտրելներ և մյուսը Մարտունու շրջան մտնել, գրավել և այդպեսով հադրութ կտրել Արցախի մյուս մասին և նույն Ստեփանագերտ հասնել, որպեսզի մինչև զինադադարի ժամկետը իրենք մեր գրնակը կտրածելային և հետո ասեին լավ, զինադադար է, հիմա բանակցության մեջ կմտնենք և որ հայերը գրեթե ուժ չունենային։ Իսկ իրենց բոլոր ծրագրերը ձախողեցան։ Մարտունու շրջանի 4 կողմերու վրա, ամբողջ ճակատի վրա հարձակեցան և մեծ հարվածներ կերան։ Մեծ հարվածներ։ Մեկ օրվա մեջ Մաշկալաշենի ճակատի վրա 10 թանկ խփեցինք, 2 BMP, ահագին մարդ, 120 զոհ այդ 2 օրվա գրիվի մեջ, իրենց Ֆիզլու շրջանի հրամանատարի դեղակալը մերավ, այսինքն շատ վնաս տվենք, հետո Գյուլաբլուի գոմերը, 6 թանկ, 3 BMP, 1 BRDM խփեցինք, 2 հատ թանկերը հետո վերցուցենք, այսինքն ահագին վնաս ունեցան։ Մարտունու վրա 3 թանկեր գրավեցինք այդ հարձակումներու ժամանակ, որ Փերտաշենի գոմերը բավական մարդ սպանեցինք, այսինքն ահագին վնասի մեջ էին։ Չի գրծան հաջողել, ուրեմն և Լաչինի ճանապարհն էլ չի գրծան կտրել, ուրեմն երբ որ ժամկետը եղավ զինադադարի, իրենք ասին, որ չենք կրնար ընդունել այդ զինադադարը, քանի որ իրենց նպատակներուն չէին հասած, ոչ մեկ անգելզություն, ոչ մեկ լրջություն կա Ադրբեջանի գոմե, որևէ խաղաղության համար կամ զինադադարի համար, և դա լավ ենք, և գրիվը պետք է շարունակվի, և մեկ բան կա, որ իրենք չենք անի, որ գրիվը ինչքան շարունակվի, այնքան մենք ետ պետք է գրավենք մեր տարածքները։